Շնորհակալ եմ Հարգարժան փոխոսնակ։ Ընդդիմությունը մեզ լքեց։ Ես չեմ հասկանում, այս մարդիկ տարիներ շարունակ պնդում են, որ իրանք ավելի լավ բանակցող են, ավելի ուժեղ բանակցող են Հայաստանից դուրս, բայց Հայաստանից ներս նույնիսկ բանավեճերի չեն մասնակցում ու մի խորհրդարանական քննարկում ինչ է, իրանց ասելիքը ասում են եւ պատասխան հարված ընդունել եւ պահել չեն կարողանում, պարզապես չեն կարողանում։ Պարոն Ռուբինյան, ցավում է, որ պարոն Խաչատրյանին ընդհատեցիք, նա շատ կարևոր մի հատ միտք էր ասում։ Ելույթի սկզբում պատմում էր, որ Հայաստանը չի ապաշրջափակվելու ըստ իր մեկնաբանությունների, թեև օգոստոսի 8-ի հայտարարության մեջ այդ միտքը զետեղված է, որ բացվելու են բոլոր կոմունիկացիաները ներպետական հաղորդակցության համար, միջպետական հաղորդակցության համար եւ միջազգային հաղորդակցության համար։ Բայց իր ելույթի երկրորդ հատվածում նա ասում էր, որ Ադրբեջանն ու Հայաստանը նոր սպառնալիք է զարգացնում ըստ իրա միասնական էներգետիկ համակարգ են ձևավորելու։ Այսինքն ստացվում է, որ մի կողմից Ադրբեջանը իր սահմանը չի բացելու, մյուս կողմից Ադրբեջանը իր սահմանը բացելու է, որպեսզի ինտեգրի մեր էներգետիկ համակարգերը։ Սա է իր ելույթի տրամաբանությունը, այսինքն տրամաբանությունից զրկությունը կարելի է ասել։ Եվ ես ուզում եմ Տիկին Գալստյանին փորձել եւս մեկ անգամ մեր սահմանադրության տրամաբանությունը բացատրել այն հույսով, որ այս անգամ գուցե ստացվի տեղ հասցնել միտքս։ Տիկին Գալստյան, մեր սահմանադրության մեջ կա երկու հոդված։ 17-րդ հոդվածը ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է կրոնական ազատությունը, եւ անմիջապես երկրորդ նախադասությամբ ասում է կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից։ Երբ ես սա մեջ բերում եմ, ես նկատի չունեմ, թե Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին կրոնական կազմակերպություն չէ, այն իհարկե կրոնական կազմակերպություն է, պարզապես ես ձեր ուշադրությունը հրավիրում եմ նրա վրա, որ այն բոլոր արտոնությունները, որոնք դուք վերագրում եք Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն, այ օրինակ, որ ինքը օժտված է այնպիսի բացառիկ ինքնավարությամբ, որ Հայաստանի իրավազորությունից դուրս է, այդ նույն արտոնությունները ըստ ձեր տրամաբանությամբ այդ նույն արտոնություններով պետք է օժտված լինեն, օրինակ, Հայաստանում գործող սինագոգը, Կապույտ մզկիթը, արդյոք էդ եք դուք նկատի առնում, երբ ասում եք նրանք անջատ են պետությունից։ Իհարկե ոչ, եթե մտածեք այդ ուղղությամբ, դուք որ առաջին հերթին հետ կկանգնեք սահմանադրության այդպիսի աղճատված մեկնաբանությունից։ Եվ կա մեկ այլ հոդված, 18-րդը, որը Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու պատմական դերի մասին է։ Սա է այս սահմանադրության միտքը, եւ քանի որ այն նախորդ հոդվածի մեջ կրոնական կազմակերպությունների եւ եկեղեցու անջատ լինելը Հայաստանում կրոնական ազատության երաշխավորման նախադասության հետ համակցված է, պարզ է դառնում, որ 17-րդ հոդվածը Հայաստանի Հանրապետության աշխարհիկ պետություն լինելու մասին է, այլ ոչ թե այն մասին, որ եկեղեցին առանձին թագավորություն կամ առանձին կալվածատեր է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Շնորհակալ եմ։